Բարև ձեզ, Շանթի ցերեկային եթերը շարունակում է հորիզոնը։ Վարչապետի գլխավորությամբ տեղի ունեցել աշխատանքային խորհրդակցություն Հայաստանի եւ Եվրոպական միության միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքի եւ Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը ներկայացրել համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ուղղությամբ կատարված աշխատանքները, արձանագրված առաջընթացը, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Քննարկվել են համաձայնագրի իրագործման հաստատված ժամանակացույցին վերաբերող հարցեր, վարչապետը հանձնարարականներ է տվել գերատեսչություններին ուղղված համաձայնագրով նախատեսված պարտավորությունների եւ ծրագրերի հետեւողական կատարմանը։ Փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը ընդունել է Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրինա Սեյլանյանին։ Մեհեր Գրիգորյանը կարևորել է հիմնադրամի գործունեությունը եւ իրականացվող ծրագրերը, մտքեր են փոխանակվել հիմնադրամի կողմից արդեն իրականացված նախաձեռնությունների, ինչպես նաեւ ապագա անելիքների շուրջ։ Կենտրոնական բանկի խորհուրդը երեկվանից որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով այն կրկին 6.75%։ Այս մասին խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսում ասել է Կենտրոնական բանկի նախագահը, որից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Պարոն Նուրբեկյանը ապրիլի 14-ին ազգային ժողովում ասաց, որ Հայաստանի կենտրոնական բանկը քննարկում է որոշ նույնականացման պահանջների խստացման հարցը, մասնավորապես առցանց վարկերի համար, բանկային խարդախության դեմ պայքարի համատեքստում։ Ինչ փուլում են քննարկումները։ Քննարկումները շարունակվում են մեր կողմից հանձնառությամբ ու մենք ենք ոնց որ բանկերին ուղղորդել ու հորդորել գտնել լուծման ճանապարհ ու այս պայդրությամբ լուծման ճանապարհը այնա, որ այս պահին սառեցվում են բոլոր վարկային պարտավորությունները, որոնք ձևավորվել են այդ տիպի кейսերի համար։ Վերջի շրջանում սկսվել է խոսվել նրա մասին ուկրաինական հակամարտության կարգավորման կամ չկարգավորման համատեքստում Ամերիկայի կողմից Ռուսաստանի նկատմամբ հնարավոր երկրորդական սանկցիաների կիրառման հավանականությունը, այսինքն դա այն երկրների նկատմամբ են սանկցիաներ կիրառվելու, որոնք ունեն Ռուսաստանի հետ առևտուր զգայուն ոլորտներում։ Ես որքան հասկանում եմ, խոսքը Ամերիկայի հետ այդ երկրների առևտրի մասին է։ Մենք հիմա ունենք Հայաստանի հետ կապված էլ նաև որոշակի մաքսատուրքերի բարձրացում, բայց եթե պատկերացնենք այդ ամենը վատ սցենարը, որ եթե դա տեղի ունենա, Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է եւ կախված է Ռուսաստանի տնտեսությունից, էներգետիկայից սկսած մինչեւ դրամական փոխանցումներ, ֆինանսական եւ այլն։ Արդյոք դիտարկում եք այս սցենարը եւ ինչ հնարավոր ազդեցություն կարող ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Մենք մեր սցենարների մեջ նայում ենք երկու հնարավոր ելք ենթադրենք կամ 3 հնարավոր ելք ռուս-ուկրաինական հակամարտության լուծում դրական առումով, այսինքն կողմերը համաձայնության են գալիս որոշակի առումով, որի արդյունքում նաև դրան հետևում է դրական սենտիմենտը, որը արդեն մենք ռուսական ռուբլու փոխարժեքի մեջ որոշակիորեն տեսնում ենք։ Որի արդյունքում սանկցիաներն են վերացվում, չգիտեմ, եվրոպական երկրներն են միանում այդ ընդհանուր համաձայնությանը, որովհետև առանց իրենց դժվար կլինի։ Դրա արդյունքում բացվում է առևտուրը, որոշակի ինչ-որ հարաբերություններ են սկսում նորմալանալ ու ինչա լինում այն ֆինանսական հոսքերի հետ, որոնք որ Հայաստանով են եկել կամ Հայաստանում են։ 1. Երկրորդը հակառակ սցենարը, երբ որ տեղի ունենում մի իրավիճակ, որ Ամերիկան ընդհակառակը չի կարողանում երկու կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ ու սանկցիաները ռուսական կողմի նկատմամբ սկսվում են ավելի խստանալ։ Ու դրա մասին մեզ հանդիպումների ժամանակ ակնարկել են, որը շատ հավանական սցենար է, էլի։ Այսինքն նայած չի որ անհավանական բաների մասն ենք խոսում։ IMF-ում չէ տարբեր հանդիպումների ժամանակ առանց ցիտելու ինչ, բայց Ռուսաստան, Պարսկաստան, կրիպտո 3 հիմնական թեմաները, որոնց վրա որ պետք է խստագույն ուշադրություն դարձնել։ Ու այդ սցենարի ներքո էլ մենք մտածում ենք ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այդ տիպի սցենարներ լինեն, այսինքն ինչքան խիստ սանկցիաներ կլինի, սանկցիաների նոր փաթեթը կվերաբերվի օրինակ Ռուսաստանից Հայաստան եկող էներգակիրներին։ Արդյոք մենք կարող ենք հրաժարվել էներգակիրներից, թե օրինակ Հայաստանին լայսենս կտրվի, այսպես ասած, որից կթույլ տրվի, որ մենք օգտվենք, որովհետև դա մեր համար կենսական է։ Հաշվի կառնվեն այդ սպეციფիկաները, թե չէ։
ու դրա համար մեր քննարկումների հենց առանցքային բաներից մեկը այդ տիպի սցենարները եւս ընդգրկելն է մեր ընդհանուր մտածողության շրջանակի մեջ։ Բաքուն մեղադրում է Մոսկվային ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննություն արհեստականորեն ձգձգելու եւ մեղավորներին թաքցնելու մեջ։ Հիշեցնենք, Ազալավիա ընկերությանը պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ղազախստանի օդային տարածքում ենթադրաբար Ռուսաստանի հակաօդային համակարգի կողմից խոցվելու հետևանքով։ Թեմայի շուրջ զրուցել ենք Արտյոմ Երկանյանի հետ։ Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ ադրբեջանական պետական կառույցները ամեն ամիս դիմում են Ռուսաստանի պետպատկան մարմիններին, խնդրելով պարզաբանել, թե որ փուլում է գտնվում ինքնաթիռի կործանման վերաբերյալ հետաքննությունը, եւ ամեն անգամ այդ դիմումները պարզապես անտեսվում են Մոսկվայի կողմից։ Գործակալությունը գրում է, որ արդեն 5 ամիս է անցել միջադեպից հետո, բայց մինչ օրս ռուսական կողմը չի հրապարակել որևէ տեղեկություն հետաքննության մասին եւ մեղավորներից կամ կասկածյալներից ոչ մեկի հանդեպ խափանման միջոց չի ընտրվել։ Գործակալությունը գրում է, որ Ադրբեջանը ռուսական կողմից հստակ եւ կոնկրետ քայլեր է ակնկալում։ Նշեմ, որ ԱՊԱ գործակալությունը պետական գործակալություն է, այսինքն պատահական չի, երբ նման բան է տարածվում ըստ էության պետության անունից է դա եւ դա զգուշացում է ուղղված Ռուսաստանին։ Եվ իհարկե պատահական չէ, թե ինչու է հենց այսօր այդ տեղեկությունը տարածվում։ Ես վստահ եմ, որ դա կապ ունի 3 տեղի ունեցած միջադեպի հետ։ Հայտնի է, որ Ադրբեջանի Մեջլիսի падգամավոր իշխող Յենի Ադրբեջան կուսակցությունը ներկայացնող Ազեր Բադամովը, ով նաև խորհրդանի տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալն է, ադրբեջանական պետական պատվիրակության կազմում պատրաստվում էր մեկնել Աստրոխանի երկրամաս եւ այնտեղ օդանավակայանում նրան երկար ժամանակ պահել են, այնուհետ վտարել են երկրի սահմաններից, պարզաբանելով, որ նա Ռուսաստանում persona non grata է։ Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքել է, պարզաբանումներ է պահանջել, այսպես դիվանագիտական նոր առճակատվում է ուրվագծվում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև։ Բայց ինչի՞ է կապված այդ падգամավորին persona non grata։ Ամենայն հավանականությամբ պատճառը այդ Ազեր Բադամովի հայտարարություններն են, որոնք հասցեագրված էին Ռուսաստանի Պետդումայի падգամավոր Նիկոլայ Վալույևին։ Ամիսներ առաջ ադրբեջանցի այդ պետական գործիչը իրեն թույլ էր տվել մեղմ ասած ոչ դիվանագիտական արտահայտություններ ռուսաստանցի իր գործընկերոջ հասցեին, անվանելով նրան, մեջբերում եմ, էվոլյուցիայի փակուղային ճյուղի ցուցանմուշ եւ ասել էր, որ նա իր զարգացմամբ մնացել է նիանդերտալացու եւ հոմո սափիենսի արանքում։ Բնական է, որ երբ նման բան են ասում Ռուսաստանի պետական դեմքի մասին, Մոսկվան չէր կարող որևէ կերպ չպատասխանել։ Իդեպ նշեմ, որ այս persona non grata հայտարարելու ավանդույթը Ադրբեջանն էր սկսել, հենց Նիկոլայ Վալույևին էր առաջինը persona non grata հայտարարել, այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին Բաքվում Մոսկվայի տունը փակելու համար, իսկ դրանից առաջ persona non grata էր հայտարարել Բաքուն Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ երկրների կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինին եւ ընտանիքի հարցերով Պետդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Վիտալի Միլոնովին, այն բանից հետո, երբ նրանք քննադատել էին Ադրբեջանի իշխանություններին Արցախի դեմ այդ ագրեսիայի համար։ Ռուսաստանի պահվածքը մի տեսական հասկանալի է, մի կողմից բարի կամքի ցուցադրական դրսևորումներ, մյուս կողմից այսպիսի կոշտ մոտեցում։ Իսկապես Մոսկվան իր կողմից կարծես ամեն ինչ արեց, որպեսզի մեղմի այդ ինքնաթիռի հետ կապված միջադեպի հետևանքները, այսպես բարի կամքի դրսևորում ցուցաբերեց, ակնհայտ այսպես ընդառաջ քայլեր, Մոսկվայում Հեյդար Ալիևի հուշարձան բացեցին, Պետդումայի նախագահ Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Բաքու մեկնեց, թարմ օրինակը ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդը Մեհրիբան Ալիևային ռուս ուղղափառ եկեղեցու բարձրագույն շքանշանով պարգևատրեց,
Փոխարենը Բաքվում կարծես հակառակն են անում, փակում են Մոսկվայի տունը, Ռուսաստանի քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցում մեղադրելով նրանց Մոսկվայի օգտին լրտեսություն անելու համար, նոր օգնություն են ցուցաբերում Ուկրաինայում, Մոսկվայի Ռուսաստանի դեսպանության շենքի առջև արտոնում են բողոքի ցույցեր, այդ ամենը հասկանալի է, որ այսպես զգուշավոր փորձեր են Մոսկվային պարտադրելու ինչ որ նոր զիջումներ, այդ թվում նաև Հայաստանին վերաբերող հարցերում եւ նույն այս համատեքստում է կարծում եմ պետք դիտարկել նաև այդ կործանված ինքնաթիռի վերաբերյալ Ադրբեջանի դժգոհություններն ու բողոքները։ Մինչդեռ հիշեցնեմ, որ Մոսկվան նույնպես նման բողոքների եւ դժգոհության հիմք ուներ, առնվազն նույն ծավալի, իսկ կարծում եմ շատ ավելի շատ, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանում այդպես էլ չպատժեցին մարդկանց, զինվորականներին, ում մեղքով խոցվել էր Ռուսաստանյան Mi-24 ուղղաթիռը, այն էլ Հայաստանի օդային տարածքում 20 թվականի նոյեմբերին եւ նրանց ում մեղքով էին զոհվել 5 ռուսաստանցի խաղաղապահներ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայի օրերին 23 թվականին։ Մոսկվան որևէ պահանջներ եւ դժգոհություն համենայն դեպս հրապարակային ձևով այդպես էլ չներկայացրեց, իսկ Ադրբեջանը որևէ բան չարեց այդ մարդկանց պատժելու համար։ Շնորհակալություն Արծու։ Անցած գիշեր ռազմական գործողություններ են սկսվել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Հնդկական զինուժը մի շարք հարվածներ է հասցրել Քաշմիրում գտնվող պակիստանյան դիրքերին, Պակիստանն էլ հայտնել է, որ հնդկական 2 օդանավ է խոցել։ Հնդկաստանը հայտնել է 3 Պակիստանը մոտ 30 զոհի մասին։ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, ՄԱԿ-ը կոչ են արել Հնդկաստանին եւ Պակիստանին զերծ մնալ ռազմական ակտիվ գործողություններից։ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները շատ արագ կդադարեն։ Հիշեցնենք, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հարաբերությունները լարվեցին Ջամու Քաշմիրում զբոսաշրջիկների վրա զինված հարձակումից հետո, որի ընթացքում 26 մարդ զոհվեց։ Հնդկաստանի իշխանությունները դրանում մեղադրեցին Պակիստանին, սակայն վերջինս հերքում է իր մեղավորությունը։ Այսօր սկսվում են Հռոմի Պապի ընտրությունները, Վատիկանում է հավաքվել կարդինալների կոլեգիան, գումարվել է կոնկլավը։ Պապին ընտրող բոլոր կարդինալները ըստ կարգի կփակվեն Սիքստինյան կապելայում եւ քվեարկությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Պապ չի ընտրվել։ Մինչ այդ ավելի քան 130 կարդինալները կերտվեն ավետարանի վրա գաղտնի պահելու քվեարկության գաղտնիքը։ Ավանդույթը համաձայն, քանի դեռ Պապ չի ընտրվել, ամեն անգամ քվեարկությունից հետո սև ծուխ է դուրս գալիս։ Պապը ընտրված կլինի այն ժամանակ, երբ ծխնելույզից դուրս եկող ծուխը կլինի սպիտակ։ Դիտեք, եւս մեկ տեսանյութ կհանդիպենք ժամը 15-ին։ Հայկականի պահպանման առաքելությամբ Արարատ բանկը հովանավորում է Արցախ նվագախմբի համերգը։ Սա երաժշտական նոր վերածնունդ է նվագախմբի համար, որը հնարավոր դարձավ մայիսի 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Արարատ բանկը հատկապես կարևորում է աջակցությունը Արցախ կամերային նվագախմբին, քանի որ այն իր գործունեությամբ նպաստում է հայկական երաժշտական արվեստի զարգացմանը եւ հանրահռչակմանը։ Այսօր մենք բոլորս հավաքվել ենք, որպեսզի մեկս մյուսին դրական լիցքեր տանք, փաստենք, որ Արցախի կամերային նվագախումբը արժանի է, որպեսզի ավելի մեծ բեմերում հանդես գա եւ մենք բոլորս պետք է նպաստենք, որ նրանք միշտ ունենան հաջողություն։ Շատ կարեւոր է, որպեսզի մենք գնահատենք, որ մեր ազգային ինքնության ամենակարևոր դրսևորումներից մեկը նաև դա մշակութային ինքնությունն է։ Կայացած համերգին մասնակցեցին միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտներ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Նարեկ Հախնազարյանն էր։ Մենակատար աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Սա նվագախմբի համար նոր վերելք է։ Որոշակի չափանիշ նվաճելուց, բարձրունք հասնելուց հետո պետք է միայն վեր ձգտել եւ փորձել այդ բարձրունքին վրա պահվել եւ ավելի բարձրանալ։ Մեր համար չափանիշ է, երբ ֆինանսական կազմակերպությունը Արարատ բանկը գնահատում է դասական երաժշտությունը եւ աջակցում է նրա զարգացմանը մեր երկրում։ Սա պետք է լինի մեզ համար ոչ միայն հայ ինքնության, արժանապատվության, արժեքների վերանայում եւ վերարժևորում,
Նաև Արցախի կամերային նվագախումբը պիտի շարունակի իր գործունեությունը եւ պիտի կարողանանք հիշել անունը։ Ըստ նվագախմբի անդամների ամեն հաղթանակ գլխավոր նպատակին տանող ճանապարհն է։ Իսկ ո՞րն է նպատակը։ Ժողովրդական արտիստը պատասխանեց. Վերադառնանք Արցախ։ Արարատ բանկի աջակցությամբ համերգ հնարավորություն էր աշխարհին հասցնելու Արցախի ձայնը, հոգևոր արժեքներն ու վերապրող հոգին։ Երաժշտության միջոցով լսելի դարձան արցախցու կամքն ու մշակութային անմահությունը, յուրաքանչյուր նոտայի ու հնչյունի միջոցով։ Թիփսիմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։